Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 25։ Աղավնին իր ոտքի հանգստության տեղ չգտավ։ Ծննդոց 8-րդ գլուխ 9-րդ խոսք։ Թանկագին բարեկամ, արդյոք դու կարողանում ես հանգիստ գտնել տապանից, Քրիստոս Հիսուսից դուրս։ Եթե այո, ուրեմն վստահ եղիր, որ քո կրոնը ունայն է։ Արդյոք Քրիստոսի հետ մեկության գիտակցությունից բացի ուրիշ որևէ բան բավարարում է քեզ։ Եթե այո, ուրեմն վայ քեզ։ Եթե դու քեզ քրիստոնյա ես համարում, բայց լիարժեք բավարարվածություն ես գտնում աշխարհային հաճույքների ու զբաղմունքների մեջ, ապա քո դավանանքը կեղծ է։ Եթե քո անձն անհոգության է մատնված եւ կարողանում է իր համար բավականաչափ ընդարձակ անկողին ու բավականաչափ երկար ծածկոց գտնել մեղքի խոռոչներում թաքնվելու համար, ուրեմն դու կեղծավոր ես եւ շատ հեռու ես Քրիստոսի մասին որևէ ճիշտ մտածմունքից եւ նրա թանկարժեքության ըմբռնումից։ Բայց մյուս կողմից, եթե դու զգում ես, որ մեղքի մեջ հարատևելը, թեկուզ եւ անպատիժ, արդեն իսկ պատիժ է, եւ որ եթե ողջ աշխարհն էլ քոնը լիներ եւ դու կարողանայիր հավերժ մնալ այդտեղ, միևնույն է դա տառապալի դժբախտություն կլիներ քեզ համար, որովհետեւ քո հոգին քո Աստծուն է տենչում, ուրեմն քաջ եղիր, դու Աստծո զավակ ես։ Քո բոլոր մեղքերով եւ անկատարություններով հանդերձ ընդունիր այս մխիթարությունը։ Եթե քո հոգին հանգիստ չի գտնում մնալով մեղքի մեջ, ապա դու ամբարիշտների պես չես։ Եթե դու մինչև հիմա ողբում ես եւ ավելի լավ բանի փափագում, իմացիր, որ Քրիստոսը չի մոռացել քեզ, քանզի դու էլ չես մոռացել իրեն։ Հավատացյալը ոչինչ չի կարող անել առանց իր Տիրոջ, եւ բառերը չեն կարող արտահայտել այն, ինչ նա մտածում է նրա մասին։ Մենք չենք կարող ապրել անապատի ավազների մեջ։ Մենք մանանայի կարիք ունենք, որ երկնքից է իջնում։ Մեր ինքնավստահության փխրուն անոթները չեն կարող անգամ մի կաթիլ ջուր ապահովել մեզ համար, բայց մենք խմում ենք այն վեմից, որ գնում է մեզ հետ, եւ այն վեմը Քրիստոսն է։ Երբ դու նրանից ես սնվում, քո հոգին կարող է երգել. նա կշտացնում է իմ սիրտը բարությունով եւ իմ մանկությունը նորոգվում է արծվի պես։ Սակայն եթե դու չունես նրան քո սրտում, ապա քո գինու լեփ-լեցուն տակառն ու առատությունից պայթող ամբարը չեն կարող քեզ որևէ բավարարվածություն տալ։ Ավելի լավ է ողբա դրանց վրա իմաստության խոսքերով։ Ունայնություն ունայնությանց, ամեն բան ունայնություն է։ Ժողովող 1 գլուխ 2 խոսք։